Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվ նաև ուզում եմ հետևյալը երեկվա ընդհանրապես մարզային այցերից 1-2 տպավորություն կիսել, որովհետև բաներ կան, որ մենք ասում ենք ու չենք ֆիքսում։ Մասնավորապես մենք տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը եւ 2026 թվականին մենք կկառուցենք, այսինքն համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կունենանք, բայց մենք չենք գնահատում եւ առերեսվում, որովհետեւ 500 մանկապարտեզների մեծ մասը, մի զգալի մասը, իհարկե ես այսօր առավոտ հանձնարարական եմ տվել վիճակագրությունը կամփոփենք։ Խոսքը ընդհանրապես գոյություն չունեցող մանկապարտեզների մասին է, այսինքն պատկերացնում եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել եւ երկրորդը ունենք դեպքեր, երբ որ սեփականաշնորհված են եղել մանկապարտեզների շենքերը եւ ինչ որ ձևերով վերադարձվել են եւ ունենք մանկապարտեզներ, որ ասենք 30 տարի պարզապես չեն գործել կամ 15 տարի կամ 25 տարի։ Եվ ես ուզում եմ մենք էլի մեր խնդիրներին առերեսվելով տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալական մենք չենք տեսնում պատճառահետևանքային կապը։ Բա 500 մենք մտածում ենք հաջորդ փուլում եւս 100 մանկապարտեզի կարիք կլինի, որը այս փուլում կհագեցնի։ Լավ, մաքսիմում թող 200 մանկապարտեզի կարիք լինի։ Բայց մենք չենք գնահատում այդ 500 մանկապարտեզի բացակայությունը ինչ հետևանքներ ա բերել Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության եւ ընդհանրապես բոլոր ուղղություններով մեր երկրի զարգացումը ինչքան է կասեցրել, ինչքան երիտասարդ մայրեր են, որ այդ ամենի հետևանքով կրթությունը բարելավելու հնարավորություն չեն ունեցել, աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեին կրթական հաստատությունում, չգիտեմ որտեղ են անցկացրել այդ ժամանակը, եւ դա ինչ հետևանքների ա բերել, սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք երկրի զարգացման մասին, մենք այսօր մանկապարտեզներ, մենք ավելին հիմա շատ կարևոր որոշումներ կա, այսինքն դե ֆակտո կայացված են այդ որոշումները, մնում է դե յուրե արձանագրել, նաև չնայած մասամբ նաև դե յուրե են արձանագրված, մենք հաջորդ փուլում պետք է լայնորեն հասանելի դարձնենք մսուրային ծառայությունները, որպեսզի ես չգիտեմ իհարկե այդտեղ միջազգային ստանդարտին եւ լավագույն փորձին պետք է հետևենք, թե ինչ տարիքից 6 ամսեկանից է, թե մի տարեկանից է, թե կարելի է նաեւ 2 ամսեկանից, թե կարելի է նաեւ մի ամսեկանից, ես չգիտեմ, դա մասնագետները եւ փորձագետները կասեն։ Ընդ որում այստեղ նաեւ մենք կրթության եւ բարձրագույն կրթության ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ խորհրդակցելով այսպիսի լուծումների ենք եկել։ Մենք հաջորդ փուլում մեր այսօր ունեցած մանկապարտեզում մանկավարժական մասնագիտությունների անհրաժեշտությունը եւ պահանջը կմեծացնենք եւ մենք մասնավորապես մանկապարտեզների դաստիարակները պարտադիր պայման կլինի մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալը եւ այս համակարգի ներդրմամբ նաեւ մենք մանկավարժական ուղղություններով մի շարք մարզերում մանկավարժական բուհերի գործունեությունը կապահովենք եւ մի շարք մարզերում մենք կունենանք մանկավարժական ուղղությունների բուհեր, բացի, այսինքն ակադեմիական քաղաքում ինչ կլինի, ուրիշ ուղղություններով կլինի, բայց այս ուղղություններով մենք մարզերում կապահովենք բարձրագույն կրթությունը։ Այսօրվա մանկապարտեզի մասնագիտական ուրեմն պահանջները մենք կտեղափոխենք մսուրային հատված արդեն, որտեղ արդեն նաև հնարավորություն կլինի, որ մասնագիտական կրթության որակավորմամբ դաստիարակներ աշխատեն մսուրային հատվածում եւ սա նույնպես շատ կարեւոր եւ էական որոշում է, որով մենք պետք է անպայման զբաղվենք։ Հաջորդ արձանագրումը հետեւյալն է եւ իհարկե ես դրա մասին խոսել եմ, իմ այցերը գործնականում ուղիղ եթերում են գնում, բայց ես շատ կարեւոր եմ նախ հասկանալիորեն ոչ բոլորն են հետևում այդ ամեն ինչին։ Ես հիմա մարդկանց ասում եմ հետեւյալը, որ
Ընդհանրապես որևէ բնակավայր մեր հետ շփումներում կարող է նույնիսկ չբարձրացնել ջրի հետ կապված հարցերը, որովհետև մենք գիտենք, որ հանրապետությունում չկա այդպիսի բնակավայր, որը ջրի հետ կապված խնդրեմ գործնականում չկա այդպիսի բնակավայր։ Ընդ որում, եթե մենք արձանագրենք ստանդարտը, ինչ նկատի ունենք, մենք նկատի ունենք, որ խմելու ջուրը եւ ոռոգման ջուրը դրանք պետքա ամբողջությամբ իրարից տարբեր բաներ լինեն։ Այսօր մենք բազմաթիվ բնակավայրերում ունենք իրավիճակ, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով մարդիկ ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուրը եւ սրա արդյունքում խմելու ջրի եւ կորուստները եւ անարդյունավետ եւ ծավալը նվազում է։ Եվ որպեսզի պարզ լինի, հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը, որպեսզի նաեւ քաղաքացիներին մեզ էլ այս թեմայի կարևորությունը եւ կարևորության ծավալը ընդգծվի, ես արձանագրում եմ մարդկանց հետ խոսելիս ասում եմ եւ այդ միտքը ուզում եմ այստեղ էլ ասել, ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել զարգացել հասել է մի կետի, առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոխումների մենք կսկսենք արդեն տեղապտույտի վիճակում կհայտնվենք, ինչը բնականաբար եւ սոցիալական եւ տնտեսական բոլոր առումներով իհարկե անթույլատրելի է, բայց ասեմ նաեւ, որ սա սպոնտան մի բան չէ, արդեն 2 տարի կլինի, որ մենք այս որոշումը մեր մեջ ունենք եւ մենք այսպես քայլ-քայլ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում եւ մենք առաջիկայում նաեւ ավելի կոնկրետ այդ թեմաները արդեն ոչ թե քննարկելու, այլ իրականացման process-ները սկսելու հնարավորություն կունենանք, բայց այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ գործնականում, եթե մի քիչ էլ սուր ձևակերպենք, խոսքը հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու մասին է։ Չնայած վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել, բայց իրականում այդ մեծ աշխատանքը ընդհանուրի մեջ շատ փոքր տոկոս է, որովհետև երբ որ մասշտաբը պատկերացնում ենք, թե ինչքան չոռոգվող հողեր կան հանրապետությունում, թե ինչքան բնակավայրեր եւ բնակավայրերի մեջ բնակավայրեր կան, որ ջրի հետ կապված շատ թե քիչ տանելի վիճակ է, բայց առանձին թաղամասերում հասանելիություն չկա։ Այս համատեքստում բնականաբար նկատի է առնվում նաև ջրահեռացման համակարգերի գոյությունը։ Մենք զարմանքով ենք արձանագրում, որ Երևանում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում 21-րդ դարում կան թաղամասեր ամբողջական, որ ընդհանրապես կոյուղի չունեն։ Եվ այս ամեն ինչով մենք քաղաքական մեր ռազմավարական արձանագրումն այն է, որ օգտագործումից հետո որևէ ջուր առանց մաքրման չպետք է բաց թողնվի բնություն։ Ես ասում եմ, որպեսզի մենք այս խնդրի եւ աշխատանքի ծավալը պատկերացնենք, որը մեկը օբյեկտիվորեն մենք չենք կարող հույս ունենալ, թե մենք 1, 2, 3, նույնիսկ 5, 6 առաջիկա տասնամյակներում մենք պետք է այդ թվում կրթական եւ սոցիալ-հոգեբանական ոլորտում աշխատենք այս թեմաների հետ, իհարկե առաջնահերթությունները կորոշենք եւ ըստ առաջնահերթությունների կշարժվենք եւ ես կարեւոր եմ համարում, որ մենք այս երկու ուղղություններով եւ հատկապես ջրային ուղղությամբ հատկապես տրամադրվենք այդպիսի աշխատանքի։ Բան ունեք ասելու բան։ Շապետ ընդհանրապես ուզում եի ասել, որ պետական համաֆինանսավորման ծրագրում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրերը մեր թվով երկրորդ ծրագրերն են, իր ծավալային մասշտաբով զիջում են միայն փողոցների ասֆալտապատման ծրագրին։ Շատ լավ, բայց էլի ուզում եմ ուղերձ հղել մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր գյուղերի եւ քաղաքների խնդիրները այդ թվում ջրային ոլորտի կլուծվեն, կառավարությունը եւ ես դրա դիմաց մի պայման ունեմ, ոչ մեկ որևէ գնում անելիս դուրս չի գալի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի։ Սա էլի եմ ասում, սա շատ կարևոր արձանագրում է եւ մենք անընդհատ պետքա սրա մասին խոսենք։ Մարդիկ պատճառահետևանքային կապը պետքա հասկանան։ Եվ էսա նա է, որ այդ ընդհանուր առմամբ բանի այդ բարերարությունա կախյալ տրամաբանությունից մենք կարող ենք դուրս գալ։
Հասկանում եք, մարդը երբ որ ՀԴՄ կտրոն է վերցնում, ինքը բարերարության կարիք չունի, իր համայնքը բարերարության կարիք չունի։ Այդ նշանակում է պետական բյուջեն բավարար միջոցներ են գեներացվում, որ այդ խնդիրները լուծենք։ Ես առաջի անգամ նախորդ օր նման համարձակություն եմ վերցրել ինձ վրա եւ ավտոմեքենայից փոքր տեսանյութ եմ նկարագրել, արձանագրելով, որ այսօր Հայաստանի Հանրապետություն բառից բուն իմաստով ծաղկում է։ Այդ որ ծառը ծաղկում է, չի նշանակում, որ իր վրա չորացած չոր ճյուղ չկա։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է, հարգելի գործընկերներ, դա չի նշանակում, որ մեր ծառի վրա չոր ճյուղ չկա եւ տեղ չկա, որտեղ մենք պետք է աշխատենք։ Ընդհակառակ այս արդյունքները մեզ ողջևորում է, որ այս համակարգը ստվերի կրճատում, հարկային եկամուտների ավելացում, ծախսերի որակի բարձրացում, որովհետև եկեք ընդունենք, մենք 8 տարի առաջ կամ 10 տարի առաջ կամ նույնիսկ 3 տարի առաջ մենք ամեն օրվա հետ տեսնում ենք, որ մեր ծախսերի որակը մեծանում է։ Իհարկե դրա համար է, ես չեմ էլ թաքցրել, մենք դրա համար ենք գնում եւ նայում ամեն ինչ կա, ձեռ ենք տալիս, քաշում ենք, բացում ենք, փակում ենք, հրում ենք, որպեսզի համոզվենք, որ մեծ լարվածություն է, դա միլիարդներ են գնում, այդտեղ պետք է համոզվենք, որ ճիշտ է այդ ամեն ինչը բան արվում, օգտագործվում։ Եվ ամենակարևորը էս համակարգը էֆեկտ է տալիս եւ քաղաքացիները իրանց պետք է ներգրավված զգան։ Իրանք պետք է տեսնեն, որ իրանք ինչ որ մի բարերար չի եկել։ Մենք տեսել ենք այդ բարերարների կառուցած մանկապարտեզ դպրոցներն էլ ենք տեսել։ Կներեք, բայց այսօր մեր ստանդարտով տենց բարերարական օբյեկտ չկա, որ մենք ընդունեինք։ Մենք չենք ընդունել այդ օբյեկտները ուղղակի։ Կասենք, սրանք որակին չեն համապատասխանում։ Ուղղակի չենք ընդունում, գնացեք հələ 30, 40, 50% ավել ծախս պետք է անեք, նախագիծը պետք է լավարկեք, որ սա մեզ համար ընդունելի լինի։ Եվ սրանում չհավասարություն չկա։ Մեզ այլևս դրանով չեն զարմացնի։ Ընդհակառակ մենք կարող ենք զարմացնել մեր կառուցած դպրոցներով, մենք կառուցած մանկապարտեզներով, մեր կառուցած ճանապարհներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետևաբար մենք պետականակենտրոն տրամաբանությունը, որ մենք աշխատում ենք, արդյունք ենք ձևավորում, հարկերի եւ բանի ՀԴՄ-ների ձևով մեր մասնաբաժինը դնում ենք մեր պետության զարգացման գործում եւ մեր պետությունը զարգանում է։ Այնպես որ խնդրում եմ բոլորիս այս տրամաբանությանը ուշադրություն դարձնել։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։